Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին մեր տաղավարում մարդիկ են, ովքեր բառացիորեն, մեծ պատիվ է, ովքեր բառացիորեն ապացուցում են, որ սահմանները միայն մեր գլխում են, եւ ինձ համար մեծ պատիվ է, որովհետեւ իմ համաքաղաքացիներն են այստեղ։ Մեր երկրորդ հյուրերն են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հայեմ հիմնադրամի Դյուցազնատուն մարզկենտրոնի տնօրեն մարզիչ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի բազմակի ռեկորդագիր Ռոման Սահրադյանը, լույս առավոտի, եւ Թալին համայնքի Հայեմ հիմնադրամի Դյուցազնատուն մարզկենտրոնի Սան Գինեսի գրքի կրկնակի ռեկորդագիր Նարեկ Գլճյանը, ով Գինեսի ռեկորդների գրքում գրանցված տարիքով ամենափոքր հայն է։ Ողջույն։ Բրավո։ Քեզ։ Մեր համար իրականում հավատա մեծ պատիվ է քո հետ այստեղ նստած լինելը, քեզ ճանաչելը, որովհետև ես վստահ եմ ու Ռոմանին նաև իմանալով ես վստահ եմ, որ շատ չէ, մի քանի տարի հետո մենք քո մասին այնքան շատ ենք լսելու ու մեծ հպարտությամբ ասելու ենք այս երիտասարդի հետ մենք ունեցել ենք հնարավորություն գոնե մի 10 րոպե զրուցելու։ Ոնց է։ Դու իսկական հայ ես։ Ինչ լավ, միջև քո հետ շփվելը Ռոման ջան, ինչպես ենք, նախ ոնց ենք։ Լավ ենք, լավ, շնորհակալություն։ Շատ լավ, մեր վերջին հանդիպումը երբ որ եղել էր, մենք միշտ հանդիպում ենք հաջողությունների, հաղթանակների, ձեռքբերումների մասին խոսելով, ինչը ըստ իս առաջնային ամենամեծ եւ կարեւոր նպատակն է։ Ես կուզեմ խոսենք մեր այս փոքրիկ հերոսի մասին, հա, ինչպես ոնց որտեղից գտար դու նրան, ինչպես հայտնվեց եւ իհարկե անցնենք արդեն ռեկորդին։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, արդեն 4 տարի Հայեմ Դյուցազնատունը Հայաստանում միակ գործող մարզական կենտրոնն է իր նպատակային ուղղվածությամբ, որի հիմնական նպատակը ապագա երեխաներին, պատանիներին Գինեսի եւ հայկական դյուցազնագրքի ռեկորդակիր դարձնելն է։ Ինչպես նաեւ միջազգային մրցաշարերում ուժային եռամարտի, պաուրլիֆտինգի մրցումներին մասնակցելը։ Տեսեք, 4 տարի, բայց կարծես մի պատմություն, դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ 4 տարի առաջ 2021 թվականին նոյեմբերի 20-ին Թալինում բացվեց Դյուցազնատուն մարզական կենտրոն։ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտ մարզ, Թալին համայնք։ Ինչի եմ առանձնացնում, որովհետև այս 4 տարիների ընթացքում մենք կարողացանք այսպիսի հրաշամանուկների եւ իհարկե 7 տարեկանից սկսած մինչեւ տարեկանի սահմանափակում չունենք, այդ երեխաների շնորհիվ բարձր պահել մեր երկրի անունը, պատիվը եւ սահմանել Գինեսի տարատեսակ ռեկորդներ։ Ներկայությամբ փաստացի 4 տարիների ընթացքում արդեն ունենք երեխաների մասով իհարկե միայն 24 Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանված։ Մոտ 15 ռեկորդի հայտ տվել ենք, սպասում ենք պատասխանի։ Եվ 6 տասնյակից ավելի հայկական դյուցազնագրքի ռեկորդներ։ Բայց մենք պետք է հիշատակենք իհարկե ակունքները, որտեղից եկավ այս գաղափարը։ Գաղափարը իմ մեջ դեռ 10 տարի առաջ կար, երբ որ 2011 թվականին առաջինը ես սահմանեցի ֆենոմենալ Գինեսի համաշխարհային ռեկորդ մտածողի վրա 1001 պտույտ անընդմեջ եւ հետագայում շարունակվեց այդ ռեկորդների սահմանելու տենդենսը հասնելով մինչև 8 Գինեսի համաշխարհային ռեկորդների եւ համարվեցի աշխարհում առաջին հայը, ով ամենաշատ ռեկորդներ ունի Գինեսի գրքում գրանցված։ Եվ գաղափար հղացավ իմ մեջ, ինչու՞ չէ, կարելի է ստեղծել մի այնպիսի կենտրոն, որ մեկտեղի երիտասարդներին, որպեսզի երիտասարդներն էլ երեխաներն էլ կարողանան սահմանել Գինեսի համաշխարհային ռեկորդներ։ Ռոման ջան, խնդրում հիմա այս ընթացքում մենք դիտում ենք տեսաշարը, թե ինչպես է Նարեկը սահմանում ռեկորդը, ինչի մասին է խոսքը, ինչ է անում, բացատրենք։ Այս ռեկորդը Նարեկի Գինեսի համաշխարհային ռեկորդն է 1 րոպեում 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա Նարեկը 1 ոտքով անընդմեջ ցատկել է 183 անգամ։ Պատկերացնում եք, գերազանցելով Գինեսի գրքի գործող ռեկորդը 132 անգամ է։ Իսկ այս ռեկորդը Նարեկի երկրորդ ռեկորդն է 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա, արդեն նա ցատկում է անընդմեջ 9 րոպե 10 վայրկյան, գերազանցելով ամերիկացի մարզիկ Պետեր Նեսլերի ռեկորդը 8 րոպե 6 վայրկյանը, պատկերացնում եք, անդադար 9 րոպե 10 վայրկյան կատարում է ռեկորդը, այս ռեկորդը ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի, իսկ առաջին ռեկորդի հավաստագիրը խնդրեմ արդեն տեսնում եք։
Ռոման, իրականում ես կարծում եմ շատ հեռուստայտողներ հիմա նայում են, ասում են, դե այդքան էլ միգուցե բար չի, ես էլ կարող եմ անել բան, բայց եթե իրականում շատ ավելի ուշադիր ես լինում, հասկանում ես, որ սա իրականում շատ բարդ է, բայց ինչպես ենք հասել, հա, դրան, ինչից ենք սկսել։ Այո, ինչից ենք սկսել։ Եվ կնեք, եթե թույլ կտաք սերտիֆիկատն ցույց տամ, խնդրեմ։ Դուք կարող եք պատմել, Ռոման ջան։ Ինչից է սկսվել, տեսեք, տարբեր ռեկորդներ կա Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված։ Ես ընտրում եմ այդ ռեկորդների ցանկը եւ տեսնում եմ, թե որ մարզիկի, որ երեխայի մոտ ինչ ռեկորդ է ստացվում։ Նարեկի մոտ բացահայտվեց ոտքի ուժը։ Այնել 1 ոտքի ուժը, պատկերացրեք, երբ որ սկզբնական շրջանում Նարեկը կատարում էր 1 րոպե, 2 րոպե, ամեն պարապմունքին զգացվում էր, որ 1 րոպեում նա ավելացնում էր 3 րոպե, 4 րոպե եւ եղել է նորից փորձի ժամանակ 7 րոպե կատարի եւ անդադար մարզումների արդյունքում կարողացանք հասնել 9 րոպե 10 վայրկյանի համաշխարհային ցուցանիշի։ Իսկ ինչ կարգապահություն եւ առօրյա ռեժիմ է պահանջում նման արդյունքի հասնելու համար։ Նման արդյունքի հասնելու համար ամենակարևորը պետք է կամք, ցկտում, նպատակասլացություն եւ իհարկե նաեւ երեխաների մեջ մրցակցություն։ Այսինքն, երբ որ մի սանը փորձում է գերազանցել մյուսի ռեկորդը, անպայման մեկը մյուսին փորձում են գերազանցել, մրցակցել եւ առողջ մրցակցություն ասված։ Իհարկե, առողջ մրցակցություն։ Մեր Նարեկի ռեկորդը Դավիթ Աբրահամյանը մեր սաներից մեկը գերազանցել է ներկայիս այս գործող ռեկորդը 191 անգամ է կատարել։ Սպասում ենք հավաստագիրը կգա եւ բայց Նարեկը չի հանձնվում, չհանձնվող տեսակից է եւ ցանկանում է իր ռեկորդը հետ բերել։ Նարեկ, շատ հետաքրքիր է։ Ինչ է այս հաղթանակը քո համար, հա։ Այս հաղթանակը ինձ համար մի հպարտություն է։ Վայապրես դու։ Այդ քո նման տղեկն են Հայաստանի Հանրապետությունը դարձնելու մեր երազանքի երկիրը։ Նաև եթե թույլ կտաք, ես ուզում եմ Նարեկի հետ փոքր շփվենք։ Նարեկ, ինչպես առաջացավ այս գաղափարը։ Պապան, մաման ասեցին, արի գնանք դիմենք Ռոմանը, գիտի ինչ անենք, ոնց անենք։ Բայց դու քո մեջ ես վստահ եմ, դու զգում ես, դու ունեիր այդ ուժը ու դու գիտեիր, որ դու կարող ես ռեկորդ սահմանել։ Ու ինչ է քո համար, օրինակ, ամենափոքր հայ ռեկորդակիր լինելը։ Քո տեղը հիմա երազում են շատ է լինել, ասեմ բանս։ Հենց 7 տարեկանում է սահմանել այս ռեկորդը։ Դա համար աշխարհում ամենափոքր հայն է տարիքով գրանցված Գինեսի ռեկորդների գրքում։ Փաստացի դա ներկայացած։ Իսկ այս տարիների ընթացքում որ այսինքն եղել է ամենաբարդ ռեկորդը, ինչ որ հնարքային առումով, եթե ռեկորդն արդեն ինքն իրանով է։ Ռեկորդը, այո, ինքն իրանով արդեն բարդ է, բայց տեսեք, տարատեսակ ռեկորդներ կան։ Մեր Նարեկը նշեմ, որ նաև անցած տարի Դուբայում մասնակցեց ուժային եռամարտի պաուերլիֆտինգի մրցումներին եւ այս տարի էլ փետրվարի 5-ից 10-ը պատրաստվում ենք Դուբայում մասնակցել ուժային եռամարտի մրցման։ Նարեկի անձնական քաշը 33 կիլոգրամ է։ Ծանրաձողը, ըստ ձեզ, քանի կիլոգրամ ծանրաձողը Նարեկը կբարձրացնի, այսինքն մինչև պոդկատեղը եւ կիջեցնի։ 100 ավել 100 պլյուս 100 կիլոգրամ։ Իրա քաշի երակի անգամ, պատկերացնում եք։ Իրա քաշի երակի անգամ բարձրացնեմ 6 շաբաթ կպարկեմ։ Եվ պատրաստվում ենք այդպիսի նաև այդ ձևաչափով ռեկորդներ մշակել, գաղափար տալ Գինեսի համաշխարհային ռեկորդների հանձնաժողովին, որպեսզի իր քաշի չափով 33 կիլոգրամ է, 33 կիլոգրամ ծանրաձողը տեսնենք 1 րոպեում քանի անգամ կբարձրացնի իջացնի։ Այդպիսի ռեկորդներ կա։ Օրինակ մեծահասակների մասով տրված է 66 հատ, 66 թիվը 1 րոպեում։ Այսինքն մարզիկի քաշը ենթադրենք 75 կիլոգրամ է, 75 կիլոգրամից ոչ պակաս ծանրաձողը պետք է բարձրացնի եւ իջեցնի 66 անգամ։ Բայց Նարեկի մոտ գաղափար կստեղծեն, քանի որ ինքը 9 տարեկան է, իր մոտ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակը նվազագույն սանդղակ կսահմանի։ Հնարավոր է 30-40 թիվը սահմանի եւ կաշխատենք դրա վրա նաեւ հաջորդ ռեկորդը։ Իսկ ինչ եք կարծում, ռեկորդը դա ֆիզիկական ուժ է թե հոգեբանական պայքար ավելի։ Առաջինը նախ նշեմ, այստեղ հոգեբանական պայքարը շատ կարեւոր է։ Այո, եթե դու տրամադրվում ես, որ պետք է հաղթես, պետք է անցնես ինչ-որ մի մարզիկի ռեկորդ, քո առջև նպատակ ես դնում հոգեբանորեն, դու հասնում ես քո նպատակին։ Տեսեք, Նարեկի մոտ այս 9 րոպե 10 վայրկյան ցածկը դա հոգեբանական պայքար էր։ Ինքը ուժը ուներ,
կարող էր կատարել, բայց հոգեբանորեն պայքարեց եւ գերազանցեց Պետր Նեստլերի ռեկորդը։ Այն էլ 35-36 տարեկան մարզիկի ռեկորդը գերազանցել։ Նարեկ հասցնում ես եւ գնալ դպրոց պատշաճ դասերը անել եւ իհարկե մարզվել կարողանում ես օրինակ ինչն է ամենաշատը սիրում այս սպորտի մեջ այս ամեն ինչի մեջ որ Ռոմանը ինչն է արթնացրել քո մեջ ինչն է քեզ շատ դուր եկել Իմ մեջ դուր է եկել որ ես ռեկորդն եմ սահմանում Իսկ ինչ պլաններ ունես օրինակ դե իհարկե Ռոմանը ներկայացրեց մենք առաջիկայում ինչ լավ լուրեր կլսենք դեզանից բայց ինչ ես ուզում դու զգացողությունը դուր է քեզ գալի Ռոմանը այնպես մոտեցում է տալիս որ ունենաք այդ ազատ շփումը քննարկումը այդ դու ինչ պլաններ ունես ինչ նոր ռեկորդ ես ուզում սահմանել Ուզում եմ գնամ Ամերիկայում 1 րոպեում ընդհանրացող վազքով վրա 250-ը ցատկեմ մի ոտքով 250-ը ցած։ Այո, թարմացնի իր ռեկորդի ցուցանիշը, տեսեք, քանի որ այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների 50-ամյակն է եւ 250-ամյակն է եւ այնտեղ մեր հայրենակիցները մեծ ողջավորությամբ սպասում են Նարեկին։ Իհարկե հետագայում արդեն երբ որ հրավերը լինի, նոր պաշտոնապես արդեն կհայտարարենք, բայց այդ ծրագիրը ունենք, դրա համար Ռե Արմենիա սոցիալական հարտակում նախագիծ ունենք ստեղծած այնտեղ ցանկացողները ովքեր ցանկանում են իրենց համապատասխան նվիրաբերությունը իրականացնել այս հրաշամանուկ ջուցազնին հնարավորություն ընձեռնելով մասնակցելու դե ավիատոմսերի 14-օրյա հյուրանոցային կացության որը հնարավորություն կտա նաև նրան լինելու Սպիտակ տանը հանդիպում սենատորների հետ եւ այնտեղ հայ ներկայացուցիչների արչեւ հայ ազգի կատարել սահմանել իր երրորդ Գինեսի համաշխարհային ռեկորդը։ Արդեն 1 ոտքով ցած 250 անգամ 183-ը դարձնելով 250 պատկերացնում եք ինչքան տարբերություն։ Դե այսքան հայերով նույնիսկ այն որ չգիտեմ կոպիտ ասած, մարդը 100 դրամ էլ եթե փոխանցենք, մենք վստահ ենք, որ նարեկին կտեսնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու ես վստահ եմ սահմանել այդ երրորդ ռեկորդը։ Եվ վերջում Ռոման կուզեմ իմանալ, որքան է երիտասարդության, դեռահասների, երեխաների հետաքրքրվածությունը, հա, թե մարզում եւ առհասարակ հայ M-ին դիմողները արդյոք շատ են, թե ոչ։ Տեսեք, հայ M-ը ինքը մեր ինքնությունն է, որպես հայ M բարեգործական միություն, հայ M հիմնադրամ Հայեմ հիմնադրամի աջակցությամբ հիմնականում բացվեց մեր մարզական կենտրոնը, ինչպես նաև Թալինի համայնքապետարանի, սպորտի վարպետ Կամրաշեն համայնքի բարերար Էմի Եղազարյանի աջակցությամբ, քանի որ ես ինքս Կամրաշեն գյուղից եմ եւ նաև Կամրաշենի Արշավիր Ասլյանի անվան միջնակարգ դպրոցում հասարակագիտության ուսուցիչ, ինչպես նաև Թալին համայնքի Դիան գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչ մշակույթը եւ սպորտը մենք մեկտեղում ենք։ Հայեմ հիմնադրամը իդեմս պարոն Նշան Աճեմյանի տնօրեն տարատեսակ գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Տեսեք, կան շատ հիմնադրամներ, չէ, բայց այս հիմնադրամը շահույթ չհետապնդող հիմնադրամներից է, որը տվեց այդ հնարավորությունը համատեղ համագործակցելով բացեցինք այս մարզական կենտրոնը եւ հնարավորություն տվեցինք աշխարհին ավելի շատ ճանաչելու մեզ հայ ուժը, հայ ոգին իմանալու, որովհետև մենք ապրում ենք ներկայդրությունում այնպիսի ժամանակաշրջանում, որ պետք է ցույց տանք, որ հայը ուժեղ է եղել տարեստար եւ հայ ուժը մնայուն է։ Եվ այս ամեն ինչն էլ օգնում է, նպաստում է երեխաների համակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը։ Իսկ հետաքրքրվածությունը, այո, շատ մեծ է։ Մենք ցկտելով փորձում ենք ավելի կատարելագործել ռեկորդակիրների թիվը ավելի մեծացնել եւ աշխարհում նաեւ մեր մարզակենտրոնը շուտով 1-2 տարիների ընթացքում կգրանցենք Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաշատ ռեկորդակիրներ տված մարզական կենտրոնը։ Շնորհակալ ենք շատ։ Ես ուզում եմ քեզ շնորհակալություն ասել Նարեկ, որովհետև այս քո հաղթանակը հավատա մեզ հայերիս համար, Հայաստանի Հանրապետության համար կարևոր հաղթանակ է ու մեզ նմանատիպ հաղթանակները պետք են ու ես վստահ եմ դեռ շատ հաղթանակների մասին մենք խոսենք ու ձեզ կրկին տեսնենք մեր տաղավարում։ Նշեմ, որ Նարեկի մասով այո, մեծ հպարտությամբ անցած տարի մեզ քանի որ տարին մեկ անգամ մենք մեծ միջոցառումներ ենք ունենում ռեկորդային։ Անցած տարի մեզ հյուրընկալեցին նաև սիրված հարգված ճանաչված անձնավորություններ, կանադահայ բարերարներ Լևոն եւ Աննա Աֆեյանները
իրենք էլ պատկերացրեք մեծ ողջավորությամբ նամանավանդ Նարեկի այս փոքր տարիքում ռեկորդ սահմանելու հետ կապված մեծ ողջավորություն ապրեցին եւ նույնիսկ այս տարի էլ մեծ ցանկություն ունեցան, պատրաստակամություն ունեցան մասնակից գտնվելու Նարեկի ինչու՞ չէ նաեւ մյուս սաների, ցուցազնատան սաների ռեկորդներին, նվաճումներին, որովհետեւ իրենք էլ իրենց համապատասխան աջակցություն ունեցան մեր հայեմ ցուցազնատանը համապատասխան մարզագույքերով։ Շնորհակալ ենք շատ, եւս մեկ անգամ իջեցնենք, որ մեր հյուրներ Նարեկ Գլչյանով Գինեսի ռեկորդների գրքում գրանցված տարիքով ամենափոքր հայն է եւ իհարկե Արագածոտնի մարզի Ցալին համայնքի հայեմ հիմնադրամի դյուցազնատուն մարզկենտրոնի տնօրեն մարզիչ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը, շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Կրկին կհանդիպենք վստահ եմ։ Կհանդիպենք հաղթանակներից հետո։ Այո, սիրով կսպասենք։ Այո, այսքանով մեր եթերը մոտեցավ իր ավարտին, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված տոնական ֆանտաստիկ համերգ երեկոն, այնպես որ գտեք ժամանակ գնացեք վայելեք լավ երաժշտությունը, իսկ մենք այսքանով կսահմանափակվենք, վաղը տաղորում կաշխատեն մեր մյուս գործընկերները։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ։ Ցեզ լավ օր։